Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւս կան։ Ես կարծում եմ ձեր հարցը հռետորական է, որովհետև արդեն բոլորը գիտեք, գոնե դուք գիտեք, որ մենք այդ իմպիչմենտին սատարում ենք կողմ ենք։ Բայց ձեր գլխավորածին մեղադրում են։ Անվստահության գործընթացը տապալում եք իմպիչմենտը։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Պարոն Սարգսյան, եթե Հայաստան դաշինքի մենք ինչ իրավունքով ենք էլի դա անլրջացնում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ է, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելը անլուրջ է։ Ինչու թեկնածու իրատեսական է, անլուրջ քվեականների հետ աշխատանք տարվել է։ Ես ձեզ խնդրում եմ, որովհետև դուք ուղղակի պարտավոր եք էլի քաղաքական պրոցեսների մասին դետալ առ դետալ իմանալ։ Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ եւ մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրանք հարմար գտնում ԿՊԱ-ականների հետ բացատրական աշխատանք վարելուն։ Երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ազգային ժողով, որպեսզի ներառվի դա որակարգի մեջ եւ ընդհանրապես process-ը ինչպես են իրենք պատկերացնում։ Թեկնածու ինչի՞ չեք առաջադրում, ասում են հանրապետականը թեկնածու չունի այդքան տարիների կուսակցություն լինելով։ Մարուկյանի թեկնածությունը մերժում եք դուք եք առաջադրում։ Պատճառը շատ պարզ է եւ եթե ձեզ թվում է, որ ես արդեն 7 տարի հայտարարում եմ, որ մենք իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս, պարզ չէ, որ ցանկացած միջոցառման, ցանկացած ընտրական process-ի մարդկանց մեծ մասը գնում է դեպի այն ուղղությունը, որտեղից կարելի է շահ ունենալ, այսինքն որտեղ կարելի է ներառվել։ Մի շատ պարզ պատճառով ենք դա ասում, որովհետև մենք ի տարբերություն շատ-շատերի գիտակցում ենք, որ եթե մենք թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու, շատ պարզ է, չէ՞, ավելի մեծ հակադրություն է։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանափոխություն։ Իսկ Հայաստան դաշինքի առաջադրած թեկնածուի մասով դիմադրություն չի լինի։ Ես չգիտեմ, չէ, ես Օրինակ, եթե Քոչարյանին առաջադրեն կամ Քոչարյանի որդուն կամ իրենց մերձավոր շրջապատից որևէ մեկին, պատիվ ունեմ խմբակցությունը կմիանա եւ նորմալ կընդունի այս թեկնածուն։ Լուրերին լավ չես հետևում, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը այդ մասին հայտարարություն արել եւ շատ պատրաստ են քննարկել այդ մասով հետևել։ Հակառակություն կառաջանա, եթե Քոչարյանի թիմակիցները ձեր ասած։ Ոչ ես այդ հարցին պատասխանեցի։ Տարբերություն շատ-շատ։ Հայկ Մանիջանյան կանգնած է, խնդրեք թող իր